Հայրենիք Սփյուռք հաղորդաշարն է։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Բարեկամներ, այս խելակորույս աշխարհը որքան տառապանք, որքան ցավ, որքան մտահոգություն է պատճառում պարզ սովորական մարդուն։ Մարդ, որ աշխարհ է եկել Աստծո կողմից, ապրելու, արարելու, ստեղծագործելու, գեղեցիկ կյանքով ապրելու, եւ այս հանգամանքները, այս ցնցումները որքան տակնուվրա են անում բոլորի էությունը, զգացումները։ Բայց ինչ անես, այս է քաղաքականությունը, որ խաղում է բարոյականության հետ, խղճի հետ, մարդկության հետ, շնորհքի հետ։ Եվ մխիթարություն է մնում երաժշտությունը, որ գալիս է այդ ամենի վրայով կարծես թե պես հովի պես անցնում է եւ քեզ դարձյալ մղում է դեպի գեղեցիկը, դեպի լավատեսությունը, դեպի տիեզերականը։ Այո, մենք տիեզերքի մի փոքրիկ մասնիկն ենք եւ պատկերացնում եք, երբևիցե անդրադարձել եք, թե ինչպես մենք լինելով տիեզերքի փոքրիկ մասնիկը պտտվում ենք ամբողջ տիեզերքում։ Եվ պատկերացրեք, այդ դեպքում, երբ դու հասկանում ես, որ քո մոլորակը եւ այդ մոլորակի վրա դու պտտվում ես տիեզերքում, պտտվում ես աշխարհների շուրջը, որքան են փոքրանում այդ փոքր, այդ քաղաքականությունն ասած տգետ երևույթը, որ մարդկանց զրկում է գեղեցիկ ապրելու իրավունքից։ Եվ երաժշտությունը, այսօր մենք խոսելու ենք երաժշտության մասին, գեղեցիկ երաժշտության մասին, առինքնող երաժշտության մասին, այն երաժշտության, որ մեզ տեղափոխում է դարձյալ տիեզերք։ Եվ այսօր ես հաղորդումը վարում եմ բժիշկ, նևրոլոգ եւ երգչուհի Սոսե Ավագյան Մարտիրոսյանի հետ։ Ողջույն Տիկին Սոսե։ Այնքան ուրախ եմ, չեմ էլ ուզում Տիկին ասել, Սոսե։ Այո, սիրուն անուն է Սոսե, մեր Սոսե մայրիկի ազգային այդ սիմվոլի անունը կրելը դա էլ պատիվ է։ Ես այդ նույն գորովով եմ ապրում ամբողջ կյանքում։ Ես գիտեմ, այո, եւ հենց դա է ուզում ասել, հրաշալի կին, հրաշալի երգչուհի, հրաշալի մարդ, հրաշալի բժշկուհի, այսպես կարելի է հրաշալիների շարքը շարունակել եւ փառք Աստծո մենք ունենք այսպիսի կանայք եւ այս կանայքով է ուժեղ մեր ազգը։ Շատ դժվար է ասել հայ կինը կոնկրետ դուք տեսեք քանի մասնագիտություն։ Վերջիվերջո։ Չէ՞ որ Աստված շվայլորեն տվել է մեր ազգին, շվայլորեն օժտել է մեր ազգին, թե գիտությամբ, թե շնորհքով, թե խելքով, թե իմաստնությամբ։ Եվ հավասիկ մենք էլ վայելում ենք այդ ամենը, որովհետև այսօր ներկա եք դուք, Սոսե, եւ հաղորդումը այսօր նվիրելու ենք ձեր երաժշտությանը, ձեր երգին։ Շատ շնորհակալ եմ Ալինա ջան, այս ինձ համար միշտ հաճույք է ցես հետ զրուցել, հետաքրքիր նյութերի մասին։ Այո, եւ այսօր հավանաբար ես այսպիսի հարց պետք է ուղղեմ, որը չափազանց տրամաբանական է, ինչպիսի նոր երգեր, նոր գործեր եք պատրաստել մեր հեռուստադիտողներիս համար, խնդրեմ, համեցեք։ Շատ լայնադարած ցանկ ունենք ներկայացնելու, ինչպես ասեցի, անցյալի մի 250 երգեր ենք ցայնակրած, տարբեր ոճերի, տարբեր լեզուներով եւ տարբեր մեկնաբանություններով, անշուշտ իմ այդ տվյալ Աստծո օժտությամբ ես առավել զարգացնում եմ այդ մեկնաբանությունները եւ մոր հատուկ երգ, որ ես նոր եմ ներկայացնում իմ հայ մայրիկ վերնակրով եւ շատ ուժեղ Առաջին անգամ է հնչելու։ Առաջին անգամն է հնչելու մեր լեզվի մեջ, անշուշտ։ Եւ այդ պատրաստ է ուղղակի այդ social media-ի պլատֆորմերի վրա, որ ես պետք է ներկայացնեմ, մի քիչ ժամանակ է խլում։ Այո, պարզ է։ Որպեսզի ստացվի, հույսով եմ շուտ կստացվի, ես ուզում էի մեր մայրերու օրվա արդեն ներկայացվեր։ Մայիսի 17-ին այստեղ Լոս Անջելեսում նշում են մայրերի օրը։ Այո։ Սոսե, տեսեք ինչ հետաքրքիր է, մարտի 8-ից սկսած։ Մարտի 8-ը սովետական տոնն էր։ Այո։ Հետո ապրիլը հայաստանյան տոնն էր մայրերի եւ այստեղ Լոս Անջելեսում մայիսի 17-ը։ Այո։ Շատ են մեծարում հայ կնոջը։
Անշուշտ։ Եվ դա գեղեցիկ է, որովհետև մեծարելով հայ մորը, հայ կնոջը դու մեծարում ես արարումը, մարդ արարածի արարումն ես դու մեծարում։ Շատ ճիշտ։ Եվ այդ դեպքում ինչ էլ որ գրեն, ինչքան էլ որ նշեն, ինչպիսի տոներ էլ որ նվիրեն, կարծես թե քիչ է դարձյալ։ Այո։ Եվ Շիրազը պատահական չի ասում Մայր Աստված։ Մայր Աստված։ Եվ դա գեղեցիկ է հնչում եւ իրական է հնչում։ Ուզում եմ ձեր կարծիքը իմանալ այսքան երկար նշումը։ Ինչպիսի զգացումներ է առաջացնում ձեզ մոտ։ Ես այդ ենթադրության եկած եմ իմ կյանքի ընթացքով եւ դիտելով Մայր Արարածի գոյությունը այս աշխարհի վրա իբր Մայր նախ մայրական սերը անզուգահեռ ես զգում եմ որ մոր սերը մեկ եւ որ ասում եմ անշահախնդիր եւ ոչ մի բան ակնկալելով այդ սերը արձարծվում է այո այդ արձարծումը ամեն մեկ զավգի ծնած օրից եւ այդ արավել գերդվում է արավել զորանում է եւ այդ զգացումի մեջ ուղղակի այնքան զգուշ նորբություններ մեր բջիջների մեջ նորբություններ է գալիս որ ուրիշ ոչ մեկ սեր չի կարող փոխարինել անկարելի եւ այդ ինչ որ մոր սերով նույնիսկ երեխեքը որ դիբար մոր ընթացքի ուղղությամբ եւ տասյարակությամբ ամենաուժեղ տասյարակությունը սկսում է հենց մոր քրգից ես այդտեղ զգում եմ այդ գաբը որը ստեղծվում է նույնիսկ հիմա ասում են երեխաները այսօր էս քվանտային ֆիզիկայի դարում անգամ ներարգանդային վիճակով են արդեն մոր եւ զավակի կապը այո եւ ուղղակիորեն այդ տեղեկությունները, այս զգացումները փոխանցվում է երեխային։ Ուրեմն, գիտեք, մեծերը ասում են, չէ, հղի կնոջը մի զայրացրեք, իր բոլոր ցանկությունները կատարեք, դա վերաբերում է նաև երեխային։ Այո, իր ուրախ մտնոլորտը, երաժշտային մտնոլորտը, որ իրենց ուղղակի հանդարտեցնում է եւ դալիս է նույնիսկ ստեղծագործական բնությունը, գեղեցիկ երաժշտությունը եւ ստեղծագործություն է տալիս իրենց մտքի մեջ, արդեն արձարծվում է այդ երեխան գոպվելով մեծանում է, ինչքան որ որովայնի մեջ, ինչքան որ հետակայի, այսինքն ծնունդից վերջ Եվ ես ուզում եմ այստեղ հիշեմ առավել Ջորջ Ապելյանի դարիներ առաջ 2008 ապրիլի ինքը Եղեռնի ժամերի հյուր ընդունեց ինձ իր եղեգնյա քրչով զրուցումի հերոսադեսլի եւ խնդրեց որ ինք անպայման ես երկեմ Եղեռնիի նվիրված մեր բաբենական երգերը մի 5 երգեր որոնց մեջ էին Ադանայի ողբը, Գիլիգիա, Մայրարաքսի ափերով, Բարզիրախբյուր եւ Մարդիգի երգը թրջեի մտքով դուն։ Այս բոլոր 5 երգեցի ինքը գողքս հեգեգում էր անընդհատ անշուշտ չեր ներարգված հերոստատիսլի ժամին եւ հեգեգում էր անընդհատ վերջ որ վերաթարց ասեց գարնիի դաջարը որ ինքը գառուցում էր եւ ներկայացում էր ամեն մեկ սյուն իբր մեր ազգի անհատական դիբար անձնավորություն որ նեցուկ է կանգնում մեր ազգի եւ օգնում է այդ ներդրումներից ընթացքին ինքը ասեց այս սյունիս ներկա դնում եմ իբր քո իբրև հայ գնոջ եւ մոր դիբար նմուշը որ միշտ նեցուկ մնաք մեր ազգի եւ շարունակեք ծեր աստծո նպատակը որ ցեզ դրված է եւ շատ խնդրեց ժողովրդին որ մենք այդ երգերը պետք չէ մոռանանք միշտ մեր սրտում պետք է այդ հնչի եւ ինձ ցելատրեց ասեց դու
անմիջական ամեն անգամ այս երկերը պետք է լսցնես մեր ժողովրդին, որ չմոռանան։ Եվ ինչ գեղեցիկ երկեր, մեկը մեկից գեղեցիկ եւ ովանդակությամբ եւ երաժշտությամբ բացառիկ երկեր են, այո, որոնք մեր պատմությունն են նաեւ, մեր ապրած կյանքն են նաեւ։ Այո, ես երբեք չեմ մոռանում այդ չի կարող մարդը կամ իրականությունը, եթե ինքը իբրև բազիս չունի անցյալը, չի կարող ներկա եւ ապագա ունենալ։ Բազիսի վրա է կառուցվում հետագայում հիմքը եւ հետո շարունակությունը։ Եւ մենք պետք է աչքի լույսի պես պահենք, այո, պետք է հբարդանանք այս տեսակի ինչպես ասեմ գոթող սարքող մեր քանց երկերը մենք չենք կարող մոռանալ այդ երկերի բարերի մեջ այնքան ուժեղ են ես երկածատենս բշակաղում եմ ամբողջ մարմնով այդա որ ցոլացվում է ժողովրդի որ իրենք ասում են քո հոգիից է բխում այդ երկերը զգում են իրանք նույնքան բշակաղում են խնդրեմ սոսը մի տուն Կիլիկիայից կերկեք Կիլիկյան այո Եվ ներողություն Եվ որ բացվին թրնեն ույսով և մեր երկրեն փախտացը մեր չկնաղ երկիր մեր հրաշալի եւ այսպիսի գեղեցիկ երկը, գեղեցիկ անցյալը պատիվ է մի ազգին ունենալ այսպիսի պատմություն, այսպիսի անցյալ։ Այո։ Շատ ուժեղ են։ Սոսե ասացեք խնդրեմ, առաջիկայում ինչպիսի հյուրախաղեր ունեք, ինչ ծրագիր ունեք եւ հեռուստադիտում եւ ընդհանրապես ձեր համակիրների համար։ Այո, մենք ունենք մեծ ծրագիր, որ ես արդեն այդ գողմի պատրաստվում ենք, որ մեր բոլոր այդ անագնգալ երկեր եւ պրոգրամը, այդ ծրագիրը ներկայացնենք հույսով եմ նախքան այս տարվա վերջ ես համոզված եմ որ այդ կլինի որովհետև մեր ցանակությունները արդեն քրեթե ավարտին են գալիս կամաց եւ ես ուզում եմ այդ բոլորը ներկայացնեմ եւ ժողովրդի ցույց տանք որ Աստծո դվյալ օժդումների մեջ գա այն տեսակի նպատակ որ պետք է այդ լրացուցիչը ստացվի եւ ժողովրդի իմանա Աստծո հրաշքները այո անշուշտ ամեն ինչ աստվածային է այո Առանց Աստծո կամքի չէ ասում են ոչինչ չի կատարվի գնանք Երևանայել անցյալ մեր զրուցումների ես այնքան համոզված էի որ արդեն այդ ինչ որ ցերս էր պատրաստ ես պետք է ներկայացնեի այդ մեդիայի եւ ժողովրդի բայց անընդհատ այսպես խոչընդոտություններ պատնեշներով գալիս են ու չեն թողում որ ես կենտրոնանամ իմ այդ նպատակի հետաքրքիր է որովհետև ամեն այդ խոչընդոտություններից
անտին մի բան եւս անդրադարձում է տալիս, մի բան եւս ավելանում է, տեսնում եք, եւ ուղղությունը ուրիշ տեղ է տալիս, պատահական։ Ես ասում եմ պատահական չէ։ Ձգտում եք կատարելության, Աստված ասում է ձգտիր կատարելության։ Եվ ավելի ուժեղ ծրագրի ճանապարհ է բացում։ Դուք մայրերի օրվա առիթով, այո, այդ երկը շուտով պատրաստ կլինի եւ կհնչի անպայման։ Բայց հիմա ուրիշ մի երաժշտություն երկ լսենք ձեր կատարումներից եւ անցնենք առաջ։ Ինչու՞ չէ։
հիմա հետաքրքիր է Սոսեն այո գերել է Լոս Անջելեսը նվաճել է այո Հայաստանի մասին ինչ կասեք երբեք ուզում գնաք երբեք ուզում նվաճեք Հայաստանը նաև հույսով եմ հենց մեր այդ ծրագիրները կստացվին եւ մենք կսկսենք մեր մենահամերգների ներկայացումների առաջնակարգ ինձ շուտվանից որ միշտ այդտեղ եղած եմ ներկայ ինձ միշտ խնդրած են որ ինձանից մենահամերգներ են սպասում եւ խնդրում էին որ շուտապույտ այդ հասցնեմ այս տարի կստացվի այս տարի հույսով եմ որ կստացվի այդ ինչ համերգներ որ պատրաստում ենք մենք պիտի դանենք մեր Հայաստանում եւ այլ երկիրներ հույսով եմ որ ընթացքով այո իսկ առաջիկայում որևէ երկիր գնալու մտադրություն չունեք Կանադա, Մոնտրեալ, այդ բոլոր երկիրները պիտի ընդգրկվին եւ երևի եվրոպական երկիրներից ինչ որ ճանապարհներ են բացվում մեզ համար։ Սոսե դուք հաճախ եք լինում Կանադայում է ապրում ձեր մայրը։ Իմ բոլոր ազգականները, իմ բոլոր հարազատները այդտեղ են։ Ես միայնակ եմ այստեղ։ Եվ ունիմ հերու հորս երկրորդական cousin, որ ինձ իմ cousin-ը որ այդ ինձի խրախուսում է երբեմն որ մի անցկա եւ ամուսնուս ընտանիքն է բոլոր այստեղ իմ հարազատները լրիվ Տորոնտոյում են եւ ստիպած այո հաճախ գնում են վերջերս մամայիս առողջության պատճառներով գնացի եւ Փառք Աստծո իրեն վերաթարց ճանապարհ տվեցին եթեբի կյանք եւ ես կուզենայի հերոստատուցով դիմել մամային շնորհավորել մայրերի տոնը անշուշտ ես սրտափուխ շնորհավորում եմ Մայրերու օրը ինք այդ տեսակի մայր եղած է որ իր ամբողջ կյանքը նվիրած է մեզ դաժան բարականերով եւ ամենա բծախնդիր բարականերով մեզ մեծացրել է անարատ կյանքի ընթացքով եւ միշտ եւ ինչ արժեքներ է փոխանցել ձեզ շատ իր ցայնը կոլորատուր սոպրանո հետաքրքիր ամենավատ վիճակների մեջ անընդհատ երգում է ասում է այդ երգերը որ միշտ ինքը երգում էր իրանից ես շատ երգեր մտքովս գա ու ցայնակրած եմ իր հիշատակի տվյալ օրերը եւ երգերը մինչեւ այս վերջի անգամ որ մահկանացու վիճակներով ես անդրադառնում եմ երբ որ գնացի ու անընդհատ երգում էր ախ սիրտս գնում յարիս մոտ կերս մնում է ամոթ ասի մամա հիշում ես դեր այդ երգերը ասես բա ոնց ու երգում էր մշտական ինքը շատ ամբողջ կյանքը երգած է եւ շատ զգանչելի ցայն ուներ չնայած այդ է որ ժառանգած եմ ես թե հորս թե մորս թե մեծ մորս եւ մորակրոջս բոլորն այդ սոպրանո կոլորատուր եւ տենոր այդ բոլորի ամբողը ասված ինձ մեջ ներդրած է եւ այդքան ուժեղ դիապազոն տված է որ ես կարող եմ երգեմ 4 տեսականի սոպրանոներ իրենց տվյալներով եւ այս շատ հրաշք մի բանա մի անց որ կարենա ընդգրկել այդ բոլոր ընդգրկված դիապազոնները իրենց եւ ոճի մեջ իմ ցայնի քույնը փոխվում է մարդիկ կա որ սոպրանով երգում է ցայն իրենց մնում է միադեսակ մի նոտայի վրա այո միադեսակ միակույն են երգում իմը եթե նույնիսկ ես փոխում եմ ուրիշ լեզվի իմ ցայնը փոխվում է Քույնը փոխվում է։ Անորոման մի անգամ հայերենը ուրիշ ձևով է հնչում, հա? Հայերենի երգեր օրինակ ժողովրդական երգերի մեջ նույնիսկ մի քիչ փոխվում է ցայնս։ Եվ որ օպերան եմ երգում, լրիվ ուրիշ էտապ է գնում։ Նայած ինչ սոպրանոյի ցայնն եմ երգում։ Տիգին Աննա Նշանյան անորոմար քժվում էր ասում էր այ աղջիկ դու մեր ազգի հպարտությունն էիր Կանադա ունեցել է քեզ նման երկչի որ մեկի կրբանն էին բահած ասում էր
ասում էր դու միայն ուղղություն պետք է քեզ մեկը որ գցեր քեզ այդ ամբողջ աշխարհով եւ դու մեր La Scala-ում պիտի երկեի ասած է La Scala որ երկեիր ասում էր բادرը գտնացնեիր դու մեր հբարտությունն էիր մեր ազգի շատ կրկնակի հիշած է այս խոսքերը եւ միշտ լացում էր Օթելլո երկածատենս նվագածատենը լացում էր քժվում էր ասում էր վայ դու եւ ես չնայած իմ ամբողջ հասկացողությամբ որ այդ մարդկանց սխալ ուղղություններով որ ես չէի կարող միջև որ եկա իրեն հանդիպեցի ինքը որ ինձ լսեց այդտեղից արդեն մեջտեղ եկավ որ ես ինչ արժանինքներով ես մեջտեղ գրնայի գալ բայց ոչինչ ասի երևի հիմա է ինչպես որ ասում եք ուրեմն ժամանակը հիմա է եւ այդ է որ ես իմ ուղղությունը սպառում եմ եւ ուղղակի չարաչար ստիպում եմ իմ ժամանակը դնեմ ավելի շատ իմ երկերի ուղղությամբ որովհետեւ հիմա արդեն զգում եմ որ ես այդ էր իմ նպատակները մեկը առավել որ ես պետք է ամբողջացնեմ եւ հորս եւ հայրս հատուկ ինձ ասած էր որ ինքը լսած էր ինձի Մոնտրեալի զրուցումից եւ իմ երկերը ասեց աղջիկս ասեց ես չէի իմանում որ դու այս ցայն այս իսակի ցայն ունես որ ինքը չէր գալիս մեր ելույթների ասեց ափսոս ասեց ինձ մեկ բան խոստացիր միջև յանքի վերջի շունչդ պիտի երկես չլա քո երկը քո պերանիցդ գցես ասեց պիտի չի մոռանաս եւ ստիպեց որ ես մշտական իմ երկի հետևություն ունեմ ուղղակի հրաշք է երբ մարդը երկել գիտի այո երբեմն ես այնքան եմ ափսոսում որ բայց ամեն մարդ կարող է երկել չէ այդպես սովորական երկում եմ բայց այդ երկի մասին չի խոսքը բայց գիտեք ինչ երկի մասին է խոսքը գիտեք Ալինա ջան որովհետեւ ես որ երկում եմ նույնիսկ փեմի վրա ինձի որ ասենք բժշկական շորերի մեջ են միշտ տեսած մարդիկ որ գալիս են փեմի վրա որ երկում էի ասում են դու ուրիշ անց ես փեմի վրա լրիվ այլափոխված որովհետեւ Երկը ինձի այլափոխում է։ Երկը իներսիտիս։ Ես բացման խոսքի մեջ ինչ ասացի, երաժշտությունը ամենահզոր միջոցն է մարդու հոգեկան աշխարհը վերափոխելու, անպայման, բարիացնելու, մարդացնելու, գեղեցկացնելու եւ ահա ինչու ես իմ հաղորդումների ժամանակ հաճախ եմ հիշեցնում մեր հեռուստադիտողներին, փոքրիկ երեխաներին դասական երաժշտություն դրել, թող լսեն թող ներքին աշխարհը հարստանա զգացումները հղկվեն, գեղեցկանան, հզորանան, որովհետև երաժշտությունը նաև քեզ մոտեցնում է բնությանը եւ ստեղծագործության։ Այո։ Այդ ստիպում է քեզի որ միտքդ եւ Տիգնանան որ ասում էր ինձի դու ասված քեզ քեղարվեստակետու է ծնած, բայց դու սխալ կարիեր ես ընտրած քո կյանքի։ Ես ասում եի ոչինչ, ես թե ֆիզիկական մարմնային ցևով բուժում եմ եւ թե իրենց հոգեկան ցևով, բայց իրականության մեջ երբ որ ես կետրոնացա այս վերջի տարիներին ավելիով իմ երկի աշխարհի մեջ ես զգացի որ ես արդեն երգ եմ գրում երգեր եմ գրում եւ բարեր այնքան ուժեղ են գալիս իմ քրիչը շատ ուժեղ է տարբեր լեզուների եւ գրում եմ ես առանց անդրադառնալու այս վերջերս երբ որ Կալիֆոռնիայի գրագները գնում էին գիշեր ժամը 2:30 ասի սիրտս բաներ անում միտքս ուղղակի խոսում էր եւ այն մոմենտը որ գալիս է բարերը քրվում է Թուղթ մադիտ վերցրեցի ամիջական կորցս անում էի գեստ սողեցի ադի արեցի կոմպյուտերի գրեցի վերջացա մի էջ երկու համար եւ երկու կրկներ ամիջական երկ եմ գրած այրող Կալիֆոռնիայի The Devastating Burning Californian People այսին այդ վերնակրով ես երկ եմ գրած ամիջական Ալբերտ Բուլբուլյանի հերացայինից ասի եթե ժամանակ ունես ինքնալ ելույթի էր միջոպանի վերադարձին հերացայինից ասեց ինչ էր հերացային ասեց ամիջական բանկա եւ այդ օրերին թեր այրվող ժամկետների մեջ էր ասեցի գարտացի իրան ասեց վայ սոսի ասեց որքան ուժեղ ասի ես ուզում եմ երաժշտական ցևով միտքս եթե բան դնեմ ես առավել երաժշտությունն եմ ստեղծում ունեմ երկ մի հատ սիրո երկ գրած եմ ասկի տարիներ առաջ եւ ադիկա պիտի իրակորձվի դեր
Հրաշալի է։ Բայց այդ որ միտքը քեզ թելադրում է եւ այդ ստեղծագործությունը գալիս է։ Այդ եմ ասում, որ որքան ինքը ճիշտ է։ Պատահական չի, որ ծանր վիրահատությունները, բժիշկները երաժշտությամբ են։ Այո։ Սոսե, ինչ կասեք շնորհավորելով Լոս Անջելեսի մեր մայրերին, քույրերին, տոնի արդիվ, խնդրեմ, ձեր Ես կմաղթեմ քաչարողություն մեր հայ ազգի բոլոր մայրերի, դիպար մայրերի եւ մեկ պատահում է որ զավակներ չեն հասկանում որ այդ փնությունը, այդ նվիրատությունը եւ նվիրատվությունը եւ իր զգայուն վիճակները ես երբեմն մտքով ասում եմ այդ զավակները երբեմն թավաջանում են իրենց մոր տված քուրքուրանքի եւ գերտրումի բայց ընդհանուր մեր ազգի մայրերի ես մաղթում եմ մաքուր սիրտ անզուգահեռ սեր բոլոր մարդկանց եւ երեխաների եւ միշտ ապրեք եւ մեզ համար ամենամեծ նմուշը դառնան մեր ամբողջ ազգի օրինակը դառնան։ Այո, հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Ես էլ եմ շնորհավորում Լոս Անջելեսի մեր մայրերին, քույրերին, բոլորին եւ մաղթում եմ պարզապես հանգիստ, ուրախ եւ երջանիկ կյանք։ Այն ինչ մարդը սպասում է այս աշխարհից, այս կյանքից։ Մինչև նոր հանդիպում եթերում սիրելի հեռուստադիտողներ։